Կուզեի Տիկին Բաբայան դուք ասեիք Գարեգին Նժդեի հրապարակի եւ որոշ անցումների արդիականացման ներդրումային ծրագրի հետ կապված ինչ իրավիճակ ունենք։ Պարոն քաղաքապետ, շնորհակալություն բարձրացնելու համար հարցնելու։ Մենք մարտին ստացել ենք ըստ էության Շենգավիթ վարչական շրջանից նման կարիք, որ Գարեգին Նժդեի հրապարակը արդիականացման անհրաժեշտություն ունի վերանորոգման տեսակետից, այնուամենայնիվ նաև հաշվի առնելով ձեր նախորդիվ հնչեցված տարբեր առիթներով հանձնարարականները, որ եւ գետնանցումների քաղաքային եւ մետրոներին հարող նմանատիպ հրապարակներում կամ տարածքներում որոշակի մոդել կարողանանք հասկանալ հրապարակները արդիականացնելու, ինչպես նաև դրանք տնտեսական կամ եւ ներդրումային արդյունավետության տեսակետից հետագայում կառավարելու իմաստով, մենք հիմա պատրաստում ենք տեխնիկատնտեսական իրագործելիության եւ էսքիզային նախագծի պատրաստման մրցույթային փաթեթ եւ ձեր համաձայնությամբ այդ մրցույթային փաթեթում ներառենք ոչ միայն Գարեգին Նժդեի հրապարակը, այլև վարչական շրջանի որոշ անցումներ եւս եւ այս վերլուծությունն ու ուսումնասիրությունը մեզ հետագայում հնարավորություն կտա հասկանալ ներդրումային պոտենցիալը, կառավարման մոդելի վերաբերյալ ունենալ առաջարկություններ, որոշումներ կայացնել եւ հաջողության դեպքում, կենսունակ լինելու դեպքում արդեն հետագայում մոդելը տարածել կամ կիրառել այլ քաղաքի այլ հատվածներում եւս։ Մենք հուլիսի երևի մինչև կեսերը պատրաստ կլինենք մրցույթը հայտարարելու։ Շատ լավ, Տիկին Բաբայան, մի կարևոր արձանագրում անենք նախորդ թեմայի հետ ուղիղ փոխկապակցված։ Գարեգին Նժդեի հրապարակը նաև չմոռանանք, որ այդտեղ ունենք մետրոպոլիտենի կայարան, եւ սա նշանակում է, որ ինքը նաև պետք է ունենա բավականին մեծ քանակի ավտոկայանատեղերի համար նախատեսված ենթակառուցվածք, այսինքն այստեղ պետք է բոլոր մետրոյի կայարանների մոտակայքում մենք այս ավտոկայանատեղերի ենթակառուցվածքը պետք է առաջնային դիտարկենք, որովհետև սրանք այն առաջնային կետերն են, որտեղ որ մարդը կարող է գալ ավտոմեքենան թողնել եւ անցնել արդեն հանրային տրանսպորտին։ Եվ հետեւաբար ձեր տեխնիկական այդ վերլուծական նյութում պահանջ պետք է լինի համապատասխանաբար, իհարկե հաշվարկները դուք կանեք թե ինչ ծավալի, բայց ունենալ ավտոկայանատեղի։ Շատ շնորհակալություն, անպայման կներառենք, ձեր թույլտվությամբ նաև ավելացնեմ, որ մյուս աշխատանքներում եւս մենք այդ հարցը դիտարկում ենք եւ պահանջի տեսքով ներառել ենք, օրինակ, եթե անդրադառնանք Սուրմալու կայարանին հարող քաղաքաշինական ծրագրին, մենք այդտեղ նույնպես այդ ուսումնասիրությունները եւ վերլուծությունները պահանջել ենք իրականացնել։ Շատ լավ, դա էլ կարող եք նաեւ թվերը կարող եք հիմնել ԵԵԿԿ-ի մեր տվյալների վրա, այսինքն այն տվյալները, որոնք որ բարձրաձայնեցի, արդեն մեր երթևեկության կենտրոնի վերլուծություններն են, կարող է տենց դեռևս ամբողջական չլինեն, բայց կարծում եմ գոնե մեթոդաբանության առումով նվազագույնը կհասկանաք ինչպես այդ հաշվարկը անել։ Շատ լավ։ Շնորհակալ եմ, պարոն Վարդազարյան, պետք է խնդրեմ տեղեկացնեք մեր հաղթանակի զբոսայգուն եւ Բաբայան փողոցին հարող հողատարածքների վերաբերյալ, որոնք որ մեր փաստացի այգու մի մասն էին եւ ինչ որ մի տարի սեփականաշնորհվել էին եւ այդտեղ մենք արդեն մի 2 տարի process ունենք, ոնց որը մոտենում է իր կարևոր հանգուցալուծմանը։ Խնդրեմ։ Հարգելի պարոն քաղաքապետ, խնդրու առարկա հանցացող երկու գույքերից առաջինը դա Բաբայան փողոց 1/1 հասցեով ամրագրված շուրջ 6900 քառակուսի մետր մակերեսով մասնավոր սեփականություն հանդիսացող հողատարածքն է, որը փաստացի հանդիսանում է զբոսայգու անտառային շերտի մի մասը եւ տեղակայված է Մայր Հայաստան հուշարձանի հյուսիս-արևմտյան հատվածում, պատկերում նշված է կարմիր կետագծերով հողատարածքի սահմանը։ Նաև համաձայն Երևան քաղաքի գլխավոր հատակագծի տվյալ հողամասը ներառված է հատուկ պահպանվող հուշարձաններին գոտում, որը նույնպես փաստում էր կառուցապատման անհնարինության մասին։ Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները, աշխատանքային կարգով հանդիպումների եւ բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն տվյալ հողատարածքի սեփականատեր հանդիսացող ընկերության ղեկավար կազմի հետ հողատարածքը համայնքին հետ վերադարձնելու եւ այգու անբաժանելի մասը դարձնելու վերաբերյալ։
Արդեն իսկ ընկերությունը քաղաքապետարան է ներկայացել համապատասխան դիմում հայտը, որի հիմքով նաև ձևավորվել է քաղաքապետի որոշում։ Նաև օգտվելով առիթից ուզում եմ շնորհակալություն հայտնել RID ընկերության ղեկավար կազմին։ Երկրորդ հողատարածքը 2000 քառակուսի մետր մակերեսով, որը հարում է տվյալ հողատարածքին Բաբայան 1/1 հասցեին եւ պատկանում է նույն ընկերությանը, չնայած այն հանգամանքին, որ իրավական սահմանափակում կառուցապատման համար ըստ տարածական պլանավորման փաստաթղթերի չունի, սակայն նշված տարածքում միջավայրին ոչ համահունչ կառուցապատումը բացառելու նպատակով հողամասի փոխանակման առաջարկ է ներկայացվել համայնքի սեփականություն հանդիսացող այլ հողատարածքի հետ։ Ամփոփելով այս ամենը, կուզեմ հստակ նշել, որ արդյունքում գեներացվում է շուրջ 9000 քառակուսի մետր հողատարածք, որը որ նախատեսվելու է հանրության օգտագործման համար։ Շնորհակալ եմ, պարոն Վարդազարյան, սիրելի երևանցիներ, սա Երևանի քաղաքապետարանի կարևորագույն մոտեցումներից մեկն է, երբ որ հանրային այգիների, հանրային տարածքների, նույնիսկ սեփականացրած հատվածները վերադարձվում են քաղաքին եւ իրականում սա մեր հաղթանակի զբոսայգու անբաժանելի մի մասն է եղել այս հողատարածքները եւ որոշակի մասնավոր գործընկերների հետ բանակցություններից հետո խնդիրը լուծել ենք եւ վերադարձնում ենք համայնքին եւ այստեղ գալիս է հաջորդ հարցը Տիկին Թևանյան ինչ ունենք հաղթանակի զբոսայգու ծրագրի հետ կապված ինչ process-ում է Հարգելի պարոն քաղաքապետ, հաղթանակի զբոսայգու ժամանցային հատվածի արդիականացման ծրագրի հետ կապված մենք ունենք կառուցապատման պայմանագիր կնքված ուրախ ժամանց ՍՊ-ի հետ, որի կառուցապատման ժամկետի ավարտից հետո համայնքը օրենքով սահմանված իրավասության շրջանակներում ցանկություն չի հայտնել երկարացնելու պայմանագրի գործողության ժամկետը եւ լուծել է կառուցապատման պայմանագիրը համապատասխան ձևով գրանցելով կադաստրի կոմիտեում։ Սակայն ուրախ ժամանց ՍՊ-ի կողմից դատական հայց է ներկայացվել եւ դրա շրջանակներում շուրջ 1 տարի տևած դատական process-ի արդյունքում Առաջիհայցյանի դատարանի կողմից հայցադիմումը մերժվել է եւ հաստատվել է, որ համայնքին չի պարտավորեցվում կնքել կառուցապատման պայմանագիր, ինչը բողոքարկվել է վերաքննիչ դատարան եւ այդ ընթացքում հայցի ապահովման միջոց է կիրառվել, այդտեղ մեր գործողությունները սահմանափակված են, որովհետեւ process իրականացնելու կապակցությամբ եւ մենք սպասում ենք մինչեւ դատական process-ները ավարտվեն, որպեսզի կարողանանք ծրագիրը իրականացնել։